Ժողովուրդ ջան, այսօր հլա մի քիչ խոսենք մեր այս մեծահարուստների մասին, որ ասում են իշխանության պետքա գա այն մարդը, որը մեծահարուստ է, նա սոված չի, նա փողի կարիք չի զգում։ Իրոքից տես բան մտածում եք, որը տես բան գոյություն ունի, հա, աշխարհում, որ մեծահարուստը փողի կարիք չի զգում, հա։ Բա եթե չի զգում, 30 տարի ինչի եք թալանում այդ ժողովրդին հարստանում։ Հիմա համարեցիք բավարար, հա, հիմա էլ գաք իշխանության, որ ժողովրդին ոնց ուզեք, նենց էլ կզացնեք, հա։ Թե ոնց։ Հիշեցի Լևոն Հայրապետյանին, որ Քոչարյանին բանին ասում էր, դե էլի քայլի արդեն միլիոնատեր դարակ են ինչ եք ուզում, հանգստացեք էլի, ախր միլիոնատեր դառնալուց հետո մարդ ուզում է միլիարդատեր դառնա, միլիարդատեր դառնալուց հետո արդեն ուզում է իշխանություն, երկրի տեր, որ տիրի բոլորին, ենի գիտի, թե որ շատ փող ունի, կարա բոլորին ժողովրդին տիրի, բայց ճիշտ ասեմ, ինձ թվում է, թե մի քիչ սխալվում եք, ժողովրդին տիրելու համար շատ փող չի պետք, ժողովուրդ տենում եք 10,000 դրամով ուրախանում է, ժողովուրդը 10,000 թոշակ ավելացնում են, ժողովուրդ ուրախանում է, ժողովուրդը Կարապետյան ջան, Սամվել Կարապետյան ջան, 10,000 դրամով բավարարվում է, դուք 3-4 միլիարդ էլ ունենաք, դուք չեք բավարարվեմ, էդի տենց բաներ եք ասում, տա հեքիաթներ է, հիմա ժողովրդին 10,000 դրամ ավելացրել են, չէ թոշակը, որ մի 10,000 դրամ էլ ավելացնեն, չէ, հավատացեք, ժողովրդի 90%-ը վարչապետին հնարավոր է և թագավոր կարգի, բայց դուք ձեր միլիարդները ձեզ բավարար չեն, 3-4 միլիարդ կունենաս, կցանկանաս 8 ունենաս, դա տենց է, դա բնական է, դա դուք որ ասեք էլ մեկա, ոչ մեկ ձեզ չի հավատա, Գագիկ Ծառուկյանը, հնգել համար դյուղեր, մուղեր, ես իմ ասմա, ես ձեր Ծառուկյանն եմ, ես կայացած Ծառուկյանն եմ, ես ձեր Ծառուկյանն եմ, ես փողի հետ խաղ եմ անում, ինձ դա պետք չի ինձ ժողովուրդն է հետարքրում, յա, իրոք, ոնց կարա ժողովուրդը քեզ հետարքի Ծառուկյան ջան, 20 թվի պատերազմից անմիջապես հետո, ամբողջ ժողովուրդը խնդրում էր, ասում էր հլա ռեֆրեժերատորներում մեր զինվորների դիերը լրիվ հլա անդեա, հլա թաղված չեն, բան չեն, այդպես բան չանեք, բայց ինչ արիք, հրավառություններով, 10 մետրանոց տորթերով, վերտալյոտներով Երևանի վրա ֆռումիկ բաներ եք անում, հրավառություններ եք անում, հարսանիքներ եք անում, դրա վերջի հետ չեր տղետ խուլիգան դարավ, հիմա երկրից փախցրել ես, ես իմ որտեղ էր պահում ես, թե դու էլ ես մեծահարուստ, կուշտ, մեր Ծառուկյանն ես, ես, որը տես բաներ ես ասում, կայացած մարդ ես, ինչ ես կայացած, ժողովրդից թալանել եք գողացել, ինչ եք կայացած, հիմա 100-150 միլիոն դոլար վրները դրածա չեք տալի, ուզում եք մի կերպ մի ինչ-որ ձևով իշխանություն ունենաք, այդ ամեն ինչը արդեն Սամվել Կարապետյանը խոսք է տվել, որ դու էլ ես ասում, որ համաներում է լինելու, ում ես ինձ ես ներելու, ում ես համաներում անելու, 1000 դրամ գողանողին, չէ,
Համաներում ձեզ համար եք ուզում, որ ես բռնագանձման օրենք, բան, սախ հեչարվի, ձեր այդ միլիարդները մնա ձեզ իշխանություն դրա համար է պետք, ճիշտ խոսեցեք։ Դե այդ մեկի մասին ընդհանրապես խոսալու բան չկա, այն քոչ Հարյանա ինչա, առավոտից իրիգու 5 տարի է իր այդ կուսակցությունա Հայաստանա դե նստած ոչ մի բան չարին այդ պատգամավորները, այնա մաշացնում էին։ Եսի մենում էին մաշացնում, Փաշինյանի քոքն էին մաշացնում 5 տարի։ 5 տարի բամարդ պատգամավոր լինի, գնա երկրի վարչապետի քոքը մաշացնի մենակ։ Քեզ ժողովուրդը դրա համար էր ընտրել, հիմա էլ եք ուզում ընտրվեք, էլի այդքան այդ նույն մարդիկ եք ընտրվելու, էլի 5 տարի էլ եք Փաշինյանի քոքը մաշացնելու։ Միջև չհասնեք համապատասխան տեղին։ Այ մի խոսքով այդ էս բաներ, ոչ մի բան, ոչ մեկը տել չեք գալի։ Բոլորը տել գալիս եք ձեր, ուզում եք գաք իշխանության, հատուկ հրամանով, ոնց որ Փաշինյանն ասեց, ուղարկել են, ասել են գնացեք, որ ձեր թալանը պաշտպանեք։ Եկաք իշխանության այդ ամեն ինչը ասելու եք, ես Փաշինյանը սարքել էր մեր գլխին, սա մենք մեր հալալ քրտինքով ունենալու եք ձեր դատախազը, ձեր դատավորը, ձեր են մեկը, ձեզ լրիվ ամեն ինչը դեր ճանապարհը սենց կանաչ բացելու են, մաքրելու են, դուք մաքրվելու եք, էլ ես խեղճ ժողովուրդն է մնալու կոտրած տաշտակի առաջ։ Մեկն ասում է բարեր արա, մեկն ասում է մի բան է, ստե մի հատ կին կա, հայ աղջիկա, այդ վիժմըստ բան ունի, կոմերցիոն բան, տես բաներ ունի, ես էլ նենց մի թեթև զբաղվում եմ, էլի ասենք, արք ու վաճառքով բան, տենց գործարքներ եմ կատարում, բան, տես բաներով թեթև նենց զբաղվում եմ մեկ, ամսվա մեկ մի գործ բան լինի հերիքա ինձ։ Կոմերցիոն օբյեկտ կա, այդ կինը ինձ հետ խոսել է, ասում է, կարող ենք ինչ-որ ձև վաճառենք բան, դե դրել ենք բանի վաճառքի բան դες դեն, հիմա այդ կինը ուզում է վաճառի, գա Հայաստան, իսկական բարերար կինա, այու շատիր լսեք, իսկական բարերար կինա, այդ իր այդ շենքի վաճառքի 50%-ը բավականա, ասում է ես Գյումրիում 3 հատ այդ վագոն տնակներում ապրողների համար 3 հատ բնակարան եմ գնելու։ Հասկանում եք, այդ կինը այդ էս բան ասում, ինձ ասում, այդ գումարը ասում է պետք չի նույնիսկ ինձ տակ, եթե վաճառվի, այդ գումարը 3 հատ բնակարան ենք առնում Գյումրի, այ բարերարը դա է, 3 հատ բնակարան, ով կառնի, որ բարերարն է պատրաստ, Ռուսաստանում էսա լավ, Կրասնոդարում լավ, օֆիս բանը, տես բաներ է ինչ-որ վաճառում, այդ կինը, ինձ խնդրել է, ասում է, գինը 40 միլիոնի սահմանում է, 40 միլիոն ռուբլի, 20 միլիոն ռուբլին դրամով ինչքան է անում, 100 միլիոն չէ, 100 միլիոնը հերիք չի լենինականում Գյումրիում 3 հատ, ասենք բնակարան առնել, հերիք է, ընտիր 3 հատ բնակարան կարելի առնել, ահա, խնդրեմ, այ բարերարը ինքն է, կինա, տես բանը առաջարկում, 50% ասում է, ես բարերարություն եմ անում 3 բնակարան առնեմ, 3 հատ միայն երկրաշարժի ժամանակից, ով դեռ դոմիկներում են, նրանց համար, ուրիշ ոչ մեկի։ Դե բարերարներ ջան, դե լսեցիք բարերարներ ջան, այդ որ բարերարներ եք, ձեզ համար ես կնոջ օֆիսները առեք, շենքա, եկքա շենքա, ես նայել եմ,
Արեք, ես կիննել 3 հատ բնակարան առնի, դուք էլ ձեր ակտիվների մեջ մտցրեք, արենդով տվածա, ինչա ամեն ամիս լավ սումա են տալի, բան դες թե ենքան էլ էժան չի։ Ամիս չգիտեմ, միլիոն դրամից ավել գումարա գալի, դրամով ասեմ, որ ձեզ հասկանալի լինի։ Այ բարերարը դա է։ Թե չէ ասում եք, բարերար, բայց մեկ էլ ասում եք 1980 թվից միջև մի ժողովուրդը դոմիկներում են ապրում։ Դե էլ ինչ բարերար։ Ամեք իրանց համար խանութներ, գիպերմարկետներ, սուպերմարկետներ են սարքում, մարդկանց մի 70-80 հազար դրամով գործի դնում, ասում դե բարերարություն են կարել, մարդկանց աշխատանքով բանով ապահովում են, գոտես ես թեմա տվի 3 հատ բնակարան Հայաստանում, ես կինը առնում է, 3 հատ երկրաշարժից ուժած մարդկանց համար, բարերարեք դες, Կրասնոդարում օֆիսը առեք, Եքաշենքա, ես կիննել 3 հատ բնակարան, 3 հատ հայի նվիրի, այ բարերարությունը էտի է, երևում է, բարեք, ասեմ մալադեց, թե չէ ասում է, իշխանության գամ, Սամվել Կարապետյան, ջան, քեզ դրել են, մի հատ անհասկացող գեղացու, հասկանում ես են, ինչ-որ մարդիկ են բռնում, ընենց, երևում է, որ մարդը գրագետ չի, էլի, տես մարդիկ են բռնում, երևի մի 5-10 հազար դրամ են տալի, այդ մարդիկ ասում են, թա մենակ Փաշինյանը գնա, ով ուզում է գա, կամ ասում են, Ադրբեջանը 300,000 մարդ է բերում, Սամվել ջան, երեք որ դու այդ բանը ասեցիր, ես իրականում, ես ինձ վատ զգացի, քեզ ինչքան փող պետք է առաջարկեն, որ դու նման բան ասես, ցավդ տանեմ, ախր դա հնարավոր բան չէր, որ դու ասեցիր, ոնց կարա ասեն, քո մտքով այդպես բան անցկենա, որ այդպես բան կարելի է լինի, հասկանում ես, ես զարմանում եմ, ոնց դու այդպես բան ասեցիր, ասենք մարդիկ կա այդ բանը օգտագործում են, հարիվ չենք, օգտագործում են Փաշինյանի դեմ ցանկացած բան, թող այդ մարդիկ օգտագործեն, որ եսի մարդիկ են էլի հենց նենց անկապ, լավ Սամվել, բա դու էլ ես այդ անկապ մարդկանց ցանկում, որ դու ասացիր, ես ասում եմ, ես շշմեցի ուղակի, ոնց կարաս դու նման բան ասես, լավ նարեկն ասես, նարեկը դե նարեկն է, մեր նարեկն է, էլի, բայց դու ոնց ասիր նման բան, դա սազական բան չի, ես ճիշտ ասած 8 ամիս է, կառավարության ասում են, որ քեզ ազատ են, բաց թողեն ազատ խոսաս, մենք լսենք քեզնից, քո խոսքը լսենք, բայց հիմա տենում են, որ Սամվել ջան, հենց այն բաները չես ասում, ինչ որ մարդ պետք է լսի, դու կրկնում ես այն հասարակ մարդկանց, որ գաղափարից շատ թույլ մարդիկ են, նրանք ասեն քաղաքականության բանի հետ կապ ունեցող մարդիկ չեն, հասկանում ես, նրանց ասում են ասես բան ասա երևի մի 1000 դրամ բան ջեբն են կողում, ասում հա լրագրողի մոտ, ասում հա թողեց գնաց այդ մարդը, գնաց մի հատ պիվո առնի խմի, բայց դու որ նման բան ես ասում, դու դա ինչ ես մտածում, որ այդ բանը ասում ես, զարմանալի բաներ եք ասում, Քոչարյանը կհավատամ որ նա կասի, բայց Սամվել ջան, ես օրինակ քեզանից չէի սպասում, հասկանում ես, իրականում եմ ասում, ես չէի սպասում, որ դու նման բան կասես, բայց ես անձամբ քեզանից լսեցի, եթե իհարկե էդ էլ ինչ որ սարքած մարդ չի, եթե անձամբ դու էիր ասում, էլի, կարող է սարքած մարդ է, ես չգիտեմ,
Են ոնց են ասում հիմա որ սարքում են խոսում են արհեստական բանականություն բան, բայց ոնց որ ժիվոյ դու էիր։ Ես եմ։ Սենց բաներ էլի ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, մադաղցես, լավ եղեք, դուխով եղեք, ժողովուրդ ջան, իրականում ամենքդ ինչ ասում եք, ինչ խոսում եք, դուք ինքներդ ինչ տենում, ինչ լսում, ինչ մտածում եք, են խոսքեք, ուրիշների ասածը երբեք չկրկնեք, երբեք ուրիշների ասածը չկրկնեք, իմանաք, թե նա լավ բան ասեց, նա կարող է լավ բան ասել, բայց էլի մի կրկնեք նրա ասածը։ Ես օրինակ ոչ մեկի ասածը չեմ կրկնում, ես ինչ լսում եմ, ինչ տենում եմ, աչքովս ես դրանից եմ խոսում, ուրիշ ոչ մի բան։ Սենց բաներ ժողովուրդ ջան, լավ եղեք, առողջ եղեք, ամենակարևորը, բարի գիշեր ձեզ, ես հարուստներին, մի բան էլ կներեք, էլ մի քիչ շուտ բարի գիշեր ասի, հարուստներին հավատալը հանցագործություն է, իրականում, հարուստներին, ճիշտն ասած, հայ ազգը չի սիրում, ուղղակի հայ ազգին, սենց մի բան ունի էլի, որ այդ մարդուն հայ ազգին ենքան խեղճացրել են, ենքան կարողացել են խեղճացնեն հարուստները, որ այդ մարդը մի 5-10 հազար դրամի համար, ոնց որ սենց գերի անգնում էլի ասում դե ջհանդամ ովա տենեմ վերնեմ ջբիս տնեմ մի շաշ բան ասեմ անցնեմ գնամ հասկանում եք մարդկանց դրել են այդ կարգավիճակի մեջ որ մարդը մի 5-10 հազար դրամին ձաձայ ասում հասկանում եք հետո ասում են գնում են մի Ծառուկյանը ընկած գյուղերը ժողովուրդին այ մարդեն ինչեր ասում արա ասում եմ ես Ծառուկյանն ա Են խաղող մաղող են ժամանակ, են մթերումների բանի ժամանակ, չեմ հիշում են որ թիվներ, որ լրագրողները են ինչ հարցրին, մի բան հարցրին, Ծառուկյանն ասեց, գնացեք ձեզ վարչապետ ունեք, նրան ինձ հետ գործ չունեք, ինձ ոչ մի բան չհարցնեք, իրան չէին ընտրել էլի, հիշում եք այդ մոմենտը, բայ էդ են, ժողովուրդ ջան, Գործ չունեք դրանց հետ, ձեր խելքով, ձեր գաղափարներով մտածեք, ձեր աչքներդ ինչ տենում է, ականջներդ ինչ լսում է, այդ բաներից խոսեք և վերջ։ Սրա նրա ասածները չկրկնեք, երբեք։ Մեկն էլ հենց մի համով բան ձեր համար չի անելու։ Ով ինչ անի, իր համար անելու։ Լավ, Կարապետյան Սամվելը, որ ուզում է, ասենք, իշխանության գա, ինչի է իր աղբոր տղուն բերել ուզում է վարչապետ կարգի, թող ինչ բերի էլի, թող ինչ բերի, կամ գրաղի մի հատ ուրիշ տղու, ինչի է իր աղբոր տղուն բերեմ, ժողովուրդ ջան, ինչքան գրագետ մարդիկ կան, որ պատգամավորներ են եղել, ամեն ինչ էլ եղել են, թող մի հատ նենց կայացած տղամարդու բերելի, այդ երեխուն բերելա որ ինչ անի, այդ երեխուն բերելա վարչապետ նշանակի ինչ անի, նա գնալու է Ալիևի հետ ինչ խոսա, նա գնալու է Էրդոգանի հետ ինչ խոսա, ոչ քաղաքական գործիչ եղած է, ոչ մի բան է, դուք Նիկոլինը տես մի նայեք, Նիկոլը 25 տարի, Նիկոլը ինչքան գելալ է սաղի հետ կրվել է, Նիկոլինը տես հասարակ մի նայեք, նա գել է, այ մարդ, գել, նատուրալնի գել է Նիկոլը, Սամվել ջան, հասարակ, դու քաղաքականության մեջ չես եղել, Հիմա որ քեզ ինչ-որ հարցեր են տալի, մենք գրաղից զգում ենք, որ դու ուղղակի հասարակ, սովորական մարդ ես,
Ես քաղաքական ոչ մի բան չի զգացվում քո մեջ որ կա։ Հա կարող է 2-3 տարի բանանես քաղաքականության մեջ մնաս զարգանաս, բայց հիմա ոչ մի բան մենք չենք զգում, որ քո մեջ քաղաքական ինչ որ բան կա։ Չկա։ Չենք զգում։ Այ հիմա բարիք շեր ժողովուրդ ջան։ Ինձ կանչում են արդեն ասում են եկեք հաց ենք ուտում։ Գնանք մի կտոր հաց ուտենք, բարիք շեր ձեզ բոլորիդ քաջ առողջություն եմ ցանկանում, լավ գիշեր ձեզ, հաջողություն ձեզ, մինչ վաղը։